Հարավային Կովկասը ռազմավարական առումով չափազանց կարևոր տարածաշրջան է, բայց գտնվում է բարդ ու վտանգավոր հարևանության մեջ։ Եթե պարզապես նայենք քարտեզին, հյուսիսում Ռուսաստանն է, Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ եւ նաեւ ներքին կայունության հարցերով։ Հարավում Իրանն է, երկարատև ցնցումներով ու բողոքներով, որոնք ռեժիմը կոշտ կերպով ճնշել է։ Իսկ ավելի լայն շրջապատում շարունակվում են զինված հակամարտություններ Սիրիայում, Իսրայել-Պաղեստինում։ Այսինքն շրջակա միջավայրը կայուն չէ։ Այս ֆոնին այն ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ես համարում եմ հույսի նշան։ Այլևս պատերազմ չկա, բայց խաղաղություն էլ դեռ չկա։ Այնուամենայնիվ, կողմերն աշխատում են այդ ուղղությամբ, եւ դա կարող է կայունության հնարավորություն ստեղծել այս մարտահրավերներով լի տարածաշրջանում։ Եթե նայենք նաեւ Վրաստանին, որը խոր ու ծանր քաղաքական ճգնաժամի մեջ է, դա նույնպես չի նպաստում ընդհանուր կայունությանը։ Հայաստանի հիմնական դժվարությունն այն է, որ չկա միայն մեկ խնդիր, միաժամանակ կան մի քանի խնդիրներ, որոնք համընկնում են ու նույնիսկ ուժեղացնում միմյանց։ Մի կողմից պատերազմից հետո հասարակությունը բևեռացված ու տրավմատիզացված է, եւ վստահությունը ցածր է թե ինստիտուտների, թե քաղաքական կուսակցությունների, թե հասարակական կազմակերպությունների նկատմամբ։ Իսկ ժողովրդավարությունում ՀԿ-ները սովորաբար կապող օղակ են հասարակության, մարդկանց ու քաղաքականության միջև։ Բայց այդ վստահությունը հիմա ցածր է։ Մյուս կողմից կա նաեւ խոշոր տնտեսական կախվածություն, մասնավորապես էներգետիկ ոլորտում Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև տնտեսության ոչ բավարար բազմազան կառուցվածք։ Սա մեծացնում է կախվածությունը ու խոցելիությունը։ Միաժամանակ երկիրն ունի հավակնություն ամրապնդվել որպես ժողովրդավարական, անցկացնելով երրորդ անընդմեջ ազատ ու արդար մրցակցային ընտրությունները։ Սակայն ժողովրդավարությունը պահող ինստիտուտները, Հայաստանի Հանրապետության կառուցվածքը պահող հենարանները դեռ թույլ ու խոցելի են մի շարք պատճառներով։ Երևանում մեր զրույցներից մշտապես լսում եմ, այդ կառույցներում, հատկապես նախարարություններում կա մարդկային ռեսուրսի պակաս, որպեսզի կարողանան քայլել փոփոխություններին համընթաց։ Հայաստանում ընթացող բոլոր վերափոխումները պահանջում են կադրեր, որոնք կկարողանան առաջ տանել գործընթացները։ Այդ պատճառով ինստիտուտների մարդկային կարողությունների զարգացումը հիմնական մարտահրավեր է, եւ այս երեքը միասին պատերազմի ու զինված հակամարտությունների հարևանություններում, որտեղ տարբեր կողմերից ճնշումներ են գալիս, ստեղծում են մեծ ընդհանուր մարտահրավեր։ Սա ցույց է տալիս, հայկական հավակնությունները մեծ են, բայց համակարգը նաեւ փխրուն է եւ այստեղ շատ կարեւոր է ունենալ ուժեղ գործընկերներ։ Ambitions are huge, but it's also fragile, and it's important to have strong partners in this. Այս պահին հին ստատուս քվոն արդեն չկա, բայց նորին դեռ չենք հասել։ Ինչպես ասացի, պատերազմն ավարտվել է, բայց խաղաղությունը դեռ չի կայացել։ Շատ դրականն այն է, որ տարածաշրջանի նկատմամբ հիմա մեծ հետաքրքրություն կա։ Օրերս Հայաստան էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, դա այս մակարդակի առաջին այցն էր ԱՄՆ-ից դեպի Հայաստան։ Եվրոպական միությունն էլ հետաքրքրված է ներգրավվել, ինչպես նաև շատ այլ դերակատարներ աշխարհում։ Սակայն մեծ խոստումներից այն կողմ դեռ պակասում է իրական բովանդակությունը, գործնական հիմքը։ Առաջ շարժվելու համար առանցքային է, որ նման հավակնոտ ենթակառուցվածքային նախագծերը նախ ամրացվեն իրավական հստակ շրջանակով, որը վստահություն կտա պոտենցիալ ներդրողներին։ Դրանից հետո միայն ընկերությունները կարող են իրականում ներգրավվել։ Եվրոպական միությունն ու Գերմանիան պատրաստ են ներդրումների, վարկերի, տեխնիկական աջակցության եւ փորձագիտական աջակցության, բայց ենթակառուցվածքային նախագիծը հաջողելու եւ արդյունք ստանալու համար պետք են ընկերություններ ու ներդրողներ։ Իսկ նրանք առաջին հերթին ուզում են անվտանգություն, հստակ եւ կանխատեսելի միջավայր։ Երբ այդ պայմանները լինեն եւ ստեղծվի հաջող տնտեսական մոդել, նախագիծը կարող է շահույթ բերել, իսկ շահույթը կվերածվի վստահության աճի։ Կարծում եմ այս պահին ավելի ճիշտ է ոչ թե սպասել նախապայմանների, այլ տալ կոնկրետ արդյունքներ, գործնական քայլերով եւ հետո բացել սահմանները։ Սա վստահություն կստեղծի եւ կարող է նպաստել, որ խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվի ավելի շուտ։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը երկար տարիներ ներկա ու ակտիվ է Հայաստանում։ Մենք ունենք ծրագրերի լայն շրջանակ, բայց դրանք կարելի է ամփոփել 3 հիմնական ուղղությամբ։ Առաջինը ժողովրդավարական դիմակայություն եւ իրազեկություն։ Սա նշանակում է աշխատանք երիտասարդների հետ։ Մենք ունենք նախագիծ, որը Հայաստանի բոլոր մարզերում աշխատում է երիտասարդական կենտրոնների միջոցով ուժեղացնելու երիտասարդների մեդիագրագիտությունը, նրանց պատկերացումները ժողովրդավարական գործընթացների մասին եւ նաեւ խթանելու դառնալ ակտիվ քաղաքացիներ։ Որովհետեւ ժողովրդավարությունը հենվում է մարդկանց վրա, երբ մարդիկ պատասխանատվություն են վերցնում իրենց համայնքների համար։
Հաջորդը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը։ Հայաստանը ենթարկվում է հիբրիդային սպառնալիքների տարբեր ուղղություններից։ Հյուսիսում գտնվող մեծ հարևանից գրեթե ամեն օր լսվում են ուղիղ կամ անուղղակի սպառնալիքներ։ Եվ բավական հստակ է, որ ռուսական դերակատարները փորձելու են գտնել եղանակներ այս տարի ազդելու կամ խաթարելու Հայաստանի ընտրությունների գործընթացը։ Որոշ մեկնաբանություններում դա անգամ բացահայտ է ասվում, համակարգի բաց լինելը դիտարկվում է որպես հեշտ մուտքի հնարավորություն։ Այսինքն, դիմակայության, հիբրիդային սպառնալիքների գիտակցման ու դրանց մասին իրազեկության վրա աշխատանքը մեր կարևոր թեմաներից է։ Մյուս կարևոր թեման նաև քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունն է։ Հարցումները եւ գործընկերների հետ զրույցները ցույց են տալիս, որ հայկական հասարակության մեծ հատվածը քիչ է ներգրաված ու քիչ է հետաքրքրված քաղաքականությամբ։ Մեր խնդիրն է հայաստանյան գործընկերների հետ ցույց տալ, թե ինչու է քաղաքականությունը կարևոր, ինչու է յուրաքանչյուրն այստեղ շահագրգռված կողմ եւ ինչու է կարևոր ակտիվ լինելը։ Սա առաջին ուղղության մաս է։ Երկրորդ ուղղությունը աշխարհաքաղաքականությունն ու անվտանգության օրակարգը։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը գրասենյակներ ունի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Թուրքիայում, աշխարհի բազմաթիվ երկրներում, կենտրոնական ու արևելյան Եվրոպայում։ Մենք մշակում ենք վերլուծություններ ու առաջարկներ անվտանգության եւ աշխարհաքաղաքական օրակարգի վերաբերյալ։ Սա կարևոր է թե Հայաստանի համար, հասկանալու գործընթացների իրական իմաստը, թե Եվրոպայում որոշում կայացնողների համար։ Բոլորը խոսում են Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև կապակցության մասին։ Բայց ինչ է դա իրականում նշանակում։ Որոնք են պայմանները։ Ինչ կլինի, եթե Հայաստանը ավելի շատ դառնա այդ կապող հանգույցը։ Մենք միավորում ենք փորձագետների մշակելու վերլուծություններ եւ առաջարկներ, նաեւ հաշվի առնելով, թե սա ինչ է նշանակում անվտանգության օրակարգի համար, ավելի լայն եվրոպական հարևանությունում։ Երրորդ ուղղությունը եվրոպական ինտեգրումը։ Հայաստանը հայտարարել է ԵՄ-ին մոտենալու եւ վերջի վերջո անդամակցելու իր հավակնությունների մասին։ Բայց կարևոր է ոչ միայն վերնագրերը, այլ գործնական ըմբռնումը, ինչ է իրականում նշանակում ինտեգրման գործընթացը։ Մենք տեսել ենք, որ նման ուղի անցած շատ երկրներում այս գործընթացները շատ երկար են տևել։ Այստեղ մեծ հիասթափության վտանգ կա, երբ քաղաքական դասը բարձր ակնկալիքներ է ձևավորել, օրինակ հարավ-արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, իսկ հետո անցնում է 20 տարի եւ երկիրը դեռ ԵՄ անդամ չէ։ Այդ պատճառով պետք է սթափեցնել սպասելիքները եւ միաժամանակ պարզաբանել՝ ԵՄ ինտեգրումը այո, ոչ, հարց չէ։ Ճանապարհին կա ԵՄ իրավական քաղաքական ամբողջությունը, որի շրջանակում բազմաթիվ բարեփոխումներ հնարավոր է իրականացնել Հայաստանի վրա դրական ազդելով։ Այսինքն, հենց այդ ճանապարհն արդեն կարող է Հայաստանը դարձնել ավելի լավ վայր, այնպես, ինչպես հայերն են ընտրում։ Միաժամանակ պետք է ընդգծել, որ Հայաստանը նաև շատ բան է դնելու սեղանին։ Սա ուղերձ է թե որոշում կայացնողների, թե հանրության համար, նաև ԵՄ-ում, օրինակ Գերմանիայում։ Այստեղ կա ընդլայնման դիմադրություն, եւ շատերը իրականում չեն հասկանում, թե ինչ է Հայաստանը։ Բայց եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, դա կարող է մեզ դարձնել ավելի ուժեղ ու դիմակայուն, նոր, կարևոր ու ուժեղ խաղացողի մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ կասեի այո։ Հայաստանում մեդիան ազատ է լուսաբանելու, ինչը արդեն տարբերություն է տարածաշրջանի բազմաթիվ երկրների համեմատ։ Բայց միևնույն ժամանակ մեդիան ազատ չէ ճնշումներից եւ շահագրգռված ազդեցություններից։ Հայկական մեդիայի կառուցվածքային թուլություններից մեկը այն է, որ լրատվամիջոցների մեծ մասը տնտեսական առումով կախված է կուսակցական կամ բիզնես շահերից, ինչը սահմանափակում է անկախությունը։ Միևնույն ժամանակ կա ուժեղ եւ բևեռացում, թե մեդիա դաշտում, թե հանրային դաշտում։ Մի կողմից դա արտացոլվում է մեդիայում, մյուս կողմից մեդիան այն վերարտադրում ու խորացնում է։ Այս երկու հանգամանքները միասին ձևավորում են հայկական մեդիա համակարգի կառուցվածքային թուլությունը։ Միջազգային զեկույցներում Հայաստանը սովորաբար ստանում է միջին գնահատական։ Հնարավոր է լուսաբանել, բայց ճնշումներից լիովին ազատ չէ։ Կարծում եմ, սա շատ լավ ամփոփում է իրավիճակը։ Եթե նայենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որոնք գնահատում են ժողովրդավարության որակը աշխարհում, Freedom House, The Economist, International Idea,
կտեսնենք, որ Հայաստանը կրկին միջին գնահատական ունի։ Երկիր է, որը ոչ ամբողջությամբ ժողովրդավար է, ոչ էլ բռնապետություն, մասամբ ազատ է։ Վերջին տարիների կտրվածքով 2018-ից հետո ցուցանիշները կտրուկ բարձրացել են, համեմատած նախկինի հետ։ Իսկ 2020-ից հետո կամ որոշ չափով նվազել են, կամ մնացել են նույն մակարդակի վրա։ Սա մեծապես համընկնում է այն բանի հետ, ինչ տեսնում ու լսում ենք գործընկերների հետ խոսելիս։ Քաղաքացիական հասարակությունը մատնանշում է դատական համակարգի անկախության շարունակվող խնդիրներ, կոռուպցիա, սահմանափակ հակակշիռներ ու վերահսկողության մեխանիզմներ, եւ ամենակարևորը, հասարակության լայն շերտերում վստահության ցածր մակարդակ ինստիտուտների եւ նաեւ ՀԿ-ների նկատմամբ, որոնք պիտի լինեն միջնորդ։ Միևնույն ժամանակ, ընդհանուր պատկերի մեջ Հայաստանը ժողովրդավարություն է մշտական ճնշման տակ։ Կան դերակատարներ, որոնք չեն ուզում, որ Հայաստանը հաջողի որպես ժողովրդավարություն, եւ փորձում են խաթարել այդ հավակնությունները ազատ ու արդար մրցակցային ընտրություններ ունենալու ճանապարհը։ Երբ գիտես, որ ազդեցություն գործելու ցանկացող խաղացողները չեն խաղում արդար խաղ, այլ օգտագործում են տարբեր մեթոդներ ու գործիքակազմ կայուն ժողովրդավարությունը խաթարելու համար։ Սա մեծ մարտահրավեր է կառավարության, կուսակցությունների եւ հասարակության համար դիմակայուն լինել, պաշտպանել ժողովրդավարությունը, միաժամանակ պահպանելով բաց ու թափանցիկ լինելը։ Սա փաստորեն մարտահրավեր է այսօր գրեթե բոլոր ժողովրդավարությունների համար, ավտորիտար միտումների ու գայթակղությունների պայմաններում։ Որոշ քաղաքական ուժեր աշխարհի տարբեր մասերում ներառյալ Եվրամիությունում քարոզում են փակ հասարակության գաղափարը, փորձելով փակել այն, ինչ իրենք անվանում են խոցելիություն կամ չափից շատ բաց լինելու ճեղքեր։ Այս հավասարակշռությունը պահելը չափազանց դժվար է, եւ դրա համար կարեւոր է ուղղել թերությունները ու դիմակայել ավտորիտար գայթակղություններին։ Դրականն այն է, որ մեր կողմից զգացվում է հայկական գործընկերների պատրաստակամությունը ոչ միայն գովասանք, այլ նաեւ քննադատություն լսելու։ Դա կարեւոր է, որովհետեւ ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, եթե ստեղծում է օրենքներ ու համակարգեր, որոնք ուժեղացնում են գործադիրներին, մի օր իշխանությունը կփոխվի, կգա նոր ուժ, եւ այդ նույն համակարգը փոխանցվելու է հաջորդներին։ Այսինքն, գործիքները պետք է մտածել ոչ թե հաջորդ ընտրական շրջանի, այլ երկրի ապագայի համար։ Եվ եթե մեծ պատկերով նայենք քարտեզին, հայկական ժողովրդավարությունը, թեև անցումային ու խոցելի փուլում է, այնուամենայնիվ առանձնանում է ավտորիտար հարևանության մեջ։ Սա մի բան է, որը պետք է գնահատել ու աջակցել։ Մի կողմից իհարկե պետք է հարմարվենք փոփոխվող միջավայրին։ Շատ կարևոր է հասկանալ, որքան ուժեղ ազդեցություն ունեն սոցցանցերն ու թվային հաղորդակցությունը։ Եվրոպայում արդեն տեսել ենք, թե TikTok քարոզարշավներն ինչպես են կտրուկ փոխել ընտրությունների ընթացքը եւ ինչպես են աննկատ թվացող տեխնացուները հանկարծակի բարձրացել, գրեթե հաղթելով կամ հաղթելով ընտրություններում։ Ուստի կարևոր է սոցցանցերում կատարվող գործընթացները։ Մյուս կողմից, առցանց բևեռացման ֆոնին մեծ արժեք ունի մարդկանց օֆլայն միավորելը։ Երբ մարդուն չես տեսնում, բևեռացումը շատ ավելի հեշտ է խորանում, իսկ երբ մարդկանց նույն սենյակում ես նստեցնում, դեմքին նայելուց առաջանում է ուրիշ մակարդակի էմպաթիա։ Առցանցն էլ հաճախ չգիտես, ում ես գրում իրական մարդու, թե չաթբոտի։ Այդ պատճառով մենք եւ մեր գործընկերները շարունակում ենք ներդրում անել մարդկանց մեջ ու արժեքների մեջ, եւ կարծում եմ, երկուսն էլ այս պահին արդիական են։ Փոխվում է միայն մի բան, ավելի մեծացել է անհրաժեշտությունը բացատրելու, թե իրականում ինչ ենք անում։ Տանը մենք դա զգում ենք։ Մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու ենք օրինակ գերմանացի հարկատուների գումարով ներդրում անում Հայաստանում ծրագրերի վրա։ Ինչու սա պարզապես բարեգործություն չէ։ Մենք կարծում ենք, ճիշտ է անել սա մեր գործընկերների հետ, բայց պետք է բացատրել, ինչու դա նաև մեր շահերից է բխում։ Ուժեղ ու դիմակայուն հայկական ժողովրդավարությունը որպես գործընկեր վերջ ի վերջո օգուտ է տալիս թե մեզ, թե Գերմանիային, թե Եվրամիությանը, թե Հայաստանին։ Այսինքն, խոսքը անիմաստ ծախսի մասին չէ։
Եվ եւս մի կարևոր միտք. նախկինում մեր աշխատանքը հաճախ երկկողմ էր. գրասենյակ Երևանում, ծրագրեր այստեղ, պատվիրակություններ Բերլին կամ Բրյուսել, բայց այս փոխկապակցված աշխարհում կարևոր է ստեղծել նոր կապեր, տարբեր տարածաշրջանների, մարդկանց միավորելով։ Օրինակ, այս տարի ուզում ենք լրագրողների խումբ հրավիրել Հայաստան, ոչ միայն Գերմանիայից, այլ նաև Հարավային Եվրոպայից, որտեղ գուցե քիչ բան գիտեն Հայաստանի մասին, եւ այդ կապերը ընդլայնել։ Իսկ հետո կարող են ծնվել նոր հնարավորություններ, որոնք հիմա անգամ չենք կարող կանխատեսել։ Եվ վերջում, արհեստական բանականությունը մարտահրավեր է նետելու ժողովրդավարությունների աշխատանքի ձևին։ Սկզբում էլ նշեցի, ժողովրդավարությունը խոսակցության մասին է, հասարակության ներսում, տարբեր շահառուների միջև։ Եթե չես կարող վստահ լինել, որ քո զրուցակիցը իրական մարդ է, կամ եթե նա ամբողջությամբ ազդեցության տակ է այլ տեսակի բանականությունից, արհեստական բանականությունից, որը կարող է նմանվել մարդու կողմից որոշման կայացմանը, բայց արդյունքներ է ստեղծում մեխանիզմներով, որոնք մենք նույնիսկ չենք հասկանում, իսկ սա արդեն կտրուկ փոխում է խաղի կանոնները։ Նույնիսկ տեխնիկներ ու ինժեներները լիովին չեն պատկերացնում, ինչ ազդեցություն կունենա սա։ Դու այլևս չես կարող վստահել անգամ նրան, ինչ տեսնում ես համացանցում կամ հեռուստատեսությամբ։ Տեսածդ կարող է լինել կեղծ ու ամբողջությամբ արհեստական բանականությունով գեներացված։ Չգիտես իրական է թե մեքենայի ստեղծած, եւ մարդիկ կարող են նույնիսկ իրական փաստերի մասին ասել, սա կեղծ է։ Երբ շատերի ընկալման մեջ քանդվում է օբյեկտիվ իրականության հիմքը, մենք ինչպես ենք վարելու ընդհանուր խոսակցություն, ինչպես առաջ տանել երկիրը։ Սա հսկայական հարց է, եւ մենք դեռ պատրաստ պատասխան չունենք։ Մենք ուզում ենք այս թեմայով քննարկում սկսել մեր գործընկերների հետ։ Եվ կարծում եմ, Հայաստանը, լինելով ուժեղ, արհեստական բանականության, տեխնիկական ինժեներության ու հաշվարկային ոլորտներում, կարող է կարևոր ներդրում ունենալ այս քննարկման մեջ։ Հնարավոր է սա լինի մեր սերնդի ամենաէական հարցերից մեկը։